Ինչ վերաբերում է Նուբարաշենի աղբավայրին, Նուբարաշենի աղբավայրում վերջին շրջանում կարճաժամկետը ասեմ, վերջին շրջանում մեծ ծավալի աշխատանք է արվել, կանոնակարգվել են բոլոր ավտոմեքենաների մուտքերը, որոնք որ ժամանակին, այսպես ասած, ինչ որ անկանոն ձևով տարբեր ընկերություններ, տարբեր բեռնատարներ էին մտցնում Նուբարաշենի աղբավայր եւ այնտեղ աղբ թափում, այդ ամեն ինչը կանոնակարգված է, բոլոր գումարները ուղղվում են նոր աղբավայր ՓԲ, այսինքն մուտքի համար հստակ գին է սահմանված, կահավորված է ամբողջ աղբավայրը, տեսախցիկներ են դրված, լուսավորված է, շուտով հունվար ամսին երևի թե այց կիրականացնեմ եւ նաեւ կցուցադրեմ թե ինչ է արվել այս փուլում, իսկ միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագիրը այսօր արդեն իսկ հայտարարեցինք, որ Նուբարաշենի հարակից տարածքում կենցաղային թափոնների կառավարման նոր գործարանի կառուցման երկփուլ մրցույթը հայտարարված է եւ այդ երկփուլ մրցույթի ժամկետն է մինչեւ մարտի 27, հետեւաբար մեր բոլոր գործընկերներին, միջազգային գործընկերներին, ովքեր որ ունեն այս ոլորտում փորձ, աղբի վերամշակման, աղբի կառավարման ոլորտում փորձ, մենք խնդրում խրախուսում ենք, որպեսզի մասնակցեն այս մրցույթին եւ դրան զուգահեռ նաեւ բացի այս process-ից, քանի որ սա նույնպես կարևորագույն մեր նախընտրական խոստումներից մեկն է եղել, մենք իրականացնում ենք տարածքային կառավարման նախարարության գործընկերների հետ եւ միջազգային ֆինանսական կառույցների հետ զուգահեռ ծրագիր, որը որ նույնպես, այսպես ասած, մեր երկրորդ հնարավորությունն է այս ոլորտում լուծում տալու, որ ճանապարհով մենք ամենաարագ եւ արդյունավետ լուծումը ստանանք, մենք այդ ճանապարհով ենք շարժվել։ Շնորհակալ եմ։ Փողոցային առևտուրը հարգելի գործընկերներ, ինքը տենց ոնց ասեմ, ինքը օրինական գործունեություն չի, այսինքն ավելի հարմար պայմաններ ստեղծել անօրինական գործունեության համար չեմ պատկերացնում ուղղակի։ Ներեք չեմ ուզում շատ երկարացնել, բայց հարցս վերաբերում է նրան, թե արդյոք քաղաքին պատկանող որևէ տարածք կամ տարածքներ հատկացվելու են այդ մարդկանց, որովհետև իրենք այլընտրանք չունեն պարզապես։ Տարատեսակ լուծումները, որոնք որ առաջարկվել են, այն շահութաբերությունը չեն ապահովում դեր ասած մարդկանց համար եւ այդ պատճառով նրանք շարունակաբար մերժում են այդ առաջարկները, որովհետեւ փողոցային առևտուրը, ինչպես նշեցի, անօրինական գործունեություն է, մենք շարունակելու ենք դրա դեմ պայքարել։ Շնորհակալ եմ։ Փայլակ Ֆարադյան, իրականում եմ լրատվական կայք, պարոն Ավինյան, ձեր հայտարարագրերը ուսումնասիրել